Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կպատմենք Ամերիկայում կատարվող կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Թրամփի կոշտ խոսքերին Կրեմլը արձագանքել է զսպվածությամբ, փորձելով թուլացնել լարվածությունը։ TikTok-ի թրենդներից ոգեշնչված 300 դեռահաս խառնաշփոթ են ստեղծել Նյու Ջերսիի տոնավաճառում։ Ազգային անվտանգության խորհրդից մեկ օրում հեռացվել է 100 աշխատակից առանց նախազգուշացման։ Կալիֆոռնիայում այսի գործակալները գաղտնի ստուգումներ են անցկացնում, ինչ կամ ում են փնտրում ներգաղթի ծառայողները։ ԱՄՆ-ում բնակարանների վարձավճարները նվազել են, որոշ քաղաքներում այն հասել է պատմական նվազագույնին։ Թրամփի նոր սկանդալը նախագահը ներում է շնորհել կաշառակերության համար դատապարտված շերիֆին։ Այս եւ մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչեւ վերջ։ Այսօրվա լուրերը սկսենք Գավայյան կղզիներից։ Կիլաուեան հրաբուխը ժայթքել է ցայտելով մինչև 300 մետր բարձրությամբ լավայի շիթեր եւ արտանետելով խիստ մոխրային ամպեր։ Ըստ մասնագետների լավան դեռ չի մոտեցել բնակեցված տարածքներին, շարունակում են հետևել իրավիճակին։ Հրաբուխը համարվում է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Վերջին անգամ ակտիվացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Հրաբուխի ժայթքումները կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր, կախված ներքին ճնշման փոփոխությունից։ Չնայած վտանգին, հրաբխի ժայթքումները շարունակում են գրավել հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր Գավայյան կղզիներ են այցելում անձամբ տեսնելու այս հզոր եւ տեսարժան բնական երևույթը։ Այժմ այն մասին, թե ինչպես է անցել ԱՄՆ-ում հիշատակի օրը։ Այս տարվա կենտրոնական միջոցառումը Վիրջինիա նահանգի Արլինգթոնի ազգային գերեզմանատանն էր, որտեղ նախագահ Թրամփը մասնակցեց պաշտոնական արարողությանը եւ հանդես եկավ հայրենասիրական, բայց միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով հագեցած ելույթով։ Իր խոսքում Թրամփը հիշեցրեց պատմական անցյալը, ասելով. «Մեջբերեմ, նրանք չէին կարող իմանալ, թե ինչ նշանակություն կունենա իրենց զոհաբերությունը մեզ համար, բայց մենք հստակ գիտենք, որ մենք նրանց ենք պարտական»։ Ավարտը։ Ապա առանց Բայդենի անունը նշելու Թրամփը քննադատեց ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականությունը, ասելով, որ բաց սահմանները վիրավորում են այն արժեքները, որոնց համար զինվորները զոհվել են։ Հիշատակի օրն ամբողջ երկրում անցկացվել են հարգանքի արարողություններով։ Ազգային գերեզմանատներում կամավորները դրոշներ են դրել զինվորների շիրիմներին, իսկ բազմաթիվ ընտանիքներ այցելել են գերեզմաններ ծաղիկներ խոնարհելու։ Հարավային Աֆրիկան համաձայնել է ամեն տարի ԱՄՆ-ից գնել մինչև 100 միլիոն խորանարդ մետր հեղուկացված գազ, փոխարենը ԱՄՆ-ին խնդրելով վերացնել մաքսատուրքերը իր որոշ արտահանվող ապրանքների համար։ Դրա շնորհիվ Հարավային Աֆրիկան կարող է առանց մաքսատուրքերի ԱՄՆ արտահանել մինչև 40,000 ավտոմեքենա, 385,000 տոննա պողպատ եւ 132,000 տոննա ալյումին։ Ի պատասխան ԱՄՆ-ն կաջակցի Հարավային Աֆրիկայում գազային ենթակառուցվածքների զարգացմանը։ Գործարքը գնահատվում է որպես կարևոր քայլ ընդլայնելու երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը մինչև 1.2 միլիարդ դոլարի։ Կրեմլը արձագանքել է Թրամփի Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած կտրուկ քննադատությունները, նշելով, որ ներկա իրավիճակում բոլորը գտնվում են զգացմունքային գերծանրաբեռնվածության մեջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Թրամփին եւ ամերիկացիներին Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը խթանելու համար։ Պեսկովը շեշտել է, որ այժմ հատկապես լուրջ փուլ է եւ նման հայտարարությունները պետք է դիտարկել որպես հուզական արձագանքներ լարվածության պայմաններում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում սրել իրավիճակը եւ շարունակում է կողմ լինել դիվանագիտական լուծումներին։ Հիշեցնենք, որ Թրամփը իր անձնական սոցիալական էջում գրել էր. «Մեջբերեմ, ինձ միշտ լավ հարաբերություններ են կապել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է»։ Մեջբերման ավարտը։ 300 դեռահասներ ներխուժել են Նյու Ջերսիի տոնավաճառ, փորձելով այսպես կոչված թրենդ նկարել TikTok-ի համար։ Այդ ամենը վերածվել է անկարգությունների, երբ դեռահասները սկսել են հրմշտել, կոտրել տաղավարներ, աղմկել եւ խանգարել ոստիկանների աշխատանքը։ Տեղի ունեցածը համընկնում է սոցիալական ցանցերում տարածված ֆլեշմոբի հետ, որը ըստ նախնական տվյալների խրախուսել է երիտասարդներին հավաքվել միևնույն վայրում եւ աղմուկ հանել տեսանյութեր նկարահանելու նպատակով։ Ոստիկանությունը փակել է տոնավաճառի մուտքերը եւ տեղում տեղակայել լրացուցիչ ուժեր, որպեսզի վերականգնեն կարգուկանոնը։ Մի քանի անց ձերբակալվել է։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում կատարվել է լայնածավալ կադրային մաքրում, աշխատանքից ազատվել է 100 աշխատակից։ Ընդամենը 30 րոպեում հանձնարարել են գրասենյակները լքել։ CNN-ի հաղորդմամբ որոշումը փոխանցվել է էլեկտրոնային նամակներով առանց որևէ նախնական զգուշացման։ Այս քայլը հաջորդում է այն փոփոխություններին, որոնք սկսվել են 3 շաբաթ առաջ, երբ Թրամփը աշխատանքից հեռացրել էր իր ազգային անվտանգության խորհրդականին եւ այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակեց պետդեպարտամենտի ղեկավարին։ Նորանշանակ պաշտոնյան այժմ վերահսկում է անձնակազմի փոխարինման եւ կառուցվածքային վերափոխման ամբողջ գործընթացը։ Amazon-ը սկսել է վերադարձնել հին պարտքերը։ Մարդիկ գումարներ են ստանում անգամ 7 տարի առաջ վերադարձած ապրանքի համար։ Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ նման փոխանցումներ կատարվել են, բայց չի նշել, արդյոք դրանք կապված են ընթացող դատական գործերի հետ, թե ոչ։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին Amazon-ին մեղադրում էին ապրանքի վերադարձի քաղաքականությունը խախտելու մեջ։ Մի խումբ հաճախորդներ պնդում էին, որ ընկերությունը կամ մերժել է ընդունել ապրանքի վերադարձը, կամ չի փոխհատուցել ամբողջական գումարը։ Այս տարվա առաջին եռամսյակում Amazon-ը գրանցել է մոտ $1 միլիարդ ֆինանսական վնաս։ Հնարավոր է, որ այս անսպասելի փոխհատուցումները կապված են այդ վնասների պատճառված իրավական ճնշման եւ ֆինանսական կարգավորման լայն գործընթացի հետ։ Մեկնաբանություններում գրեք, թե որքան հաճախ եք օգտվում գնումներ կատարում Amazon-ից։ Կալիֆոռնիայում այսի գործակալները գաղտնի ստուգումներ են անցկացնում։ Բնակիչները հայտնում են, որ Հոլիվուդում, Սանվելում եւ մի շարք այլ հատվածներում նկատվում են դաշնային մեքենաներ, խուզարկություններ եւ իրավապահների գործողություններ, որոնց նպատակն այս պահի դրությամբ պաշտոնապես չի բացահայտվում։ Դաշնային քննչական բյուրոն եւ ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել գործողությունները։ Փորձագետների կարծիքով հնարավոր է, որ խոսքը վերաբերում է անօրինական ներգաղթյալների դեմ ուղղված գործողությունների նոր փուլին։ Այս տարածքներում իրականացվող ստուգումների գաղտնի բնույթը վկայում է ավելի մեծամասշտաբ ներգաղթային արշավի մասին, որը կարող է ներառել ձերբակալություններ, փաստաթղթի ստուգումներ եւ արտաքսման նախապատրաստական աշխատանքներ։ Թրամփը ներում է շնորհել Վիրջինիա նահանգի նախկին շերիֆին, որը դատապարտվել էր կաշառակերության համար։ Թրամփը մեղադրել է Բայդենի վարչակազմի կոռումպացված եւ քաղաքականապես կողմնակալ արդարադատության նախարարությանը։ Շերիֆը 2023 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 12 մեղադրանքով, այդ թվում հանցավոր դատավարություն, փոստային եւ էլեկտրոնային խարդախություններ, ինչպես նաեւ ավելի քան $70,000 կաշառքի ընդունում։ Ըստ մեղադրանքի, նա գումարի դիմաց տեղական գործարարներին շնորհել է պատվավոր փոխշերիֆի կոչումներ, օգտագործելով պաշտոնը անձնական շահերի համար։ Թրամփի այս ներման քայլը դիտարկվում է որպես հերթական սկանդալային միջամտությունը արդարադատության համակարգին։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի բնակարանային շուկայում։ Վարձավճարները օր-օրի նվազում են։ 2025 թվականի ապրիլին ԱՄՆ-ի 50 խոշոր քաղաքներում բնակարանների վարձավճարների միջին գինը նվազել է 1.7%-ով նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր հաշվով վարձավճարները նվազել են արդեն 3.4%-ով։ Այս պահին վարձակալները իրենց եկամուտների միջինը 23.4%-ն են ծախսում բնակարանային վարձի վրա, ինչը մոտենում է բնակարանաշինության նախարարության սահմանած 30%-ի շեմին։ Ամեն դեպքում մեծ քաղաքներում իրավիճակն այլ է։ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բոստոնում եւ հատկապես Մայամիում վարձավճարները մնում են բարձր եւ անհասկանալի շատերի համար։ Վարձավճարները նկատելիորեն նվազել են հատկապես ստուդիա բնակարանների դեպքում։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Լոս Անջելեսի կենտրոնում գիշերը անհայտ անձինք վնասել են շենքեր, ավտոմեքենաներ եւ մետրոյի գնացքներ, ներկել են պատեր, կոտրել պատուհաններ եւ վնասել հանրային տրանսպորտի ենթակառուցվածքները։ Մետրոյի գնացքներին հարվածել են քարերով։ Քաղաքային իշխանությունները խստորեն դատապարտել են դեպքը, հայտարարելով, որ նման գործողությունները վտանգում են բնակչության անվտանգությունը եւ խաթարում քաղաքի բնական ռիթմը։
ԱՄՆ-ում վաճառվող գարեջրի մեծ մասը պարունակում է առողջության համար վտանգավոր սինթետիկ նյութեր։ Թեստավորված 23 տեսակի գարեջրից 95%-ը պարունակում է քիմիական նյութեր, որոնք տարիներով պահպանվում են ինչպես միջավայրում, այնպես էլ մարդու օրգանիզմում։ Գիտնականները պարզել են, որ այս նյութերը գարեջրի մեջ հայտնվել են խմելու ջրի միջոցով, որն օգտագործվում է արտադրության ընթացքում։ Որքան աղտոտված է տվյալ շրջանի ջուրը, այնքան բարձր է քիմիական նյութի մակարդակը։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։